Բարև ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք, հենց այս պահին ԱԱԾ խուզարկությունները իրականացնում նախ վաղ առավոտյան իրենք մտան Անդրանիկ Թևանյանի գրասենյակ, հիմա իրենց տանն են, ինչն է հատկանշական, առանց թույլտվության, առանց ինֆորմացիայի Անդրանիկ Թևանյանի տեղեկության, ներխուժել են վերջինիս բնակարան, հիմա իրենք որպեսզի դա մտնի, այս հայտարարությունը Ախր թույլտվություն ուզում եմ հասկանամ այս իշխանությունները ինչն են օրենքով անում կամ ինչն են թույլտվությունով անում, երբ ուզում են կալանավորում են երկրի ղեկավարի մակարդակով ում ինչ ուզում ասում են, այսինքն ինչ է նշանակում թույլտվություն, օրենք, ժողովրդավարություն մեր երկրում նմանատիպ բաներ գոյություն չունեն։ Ես հայտնում եմ իմ բացարձակ աջակցությունը Անդրանիկ Թևանյանին անկախ նրանից, որ նրա հետ ունեցել եմ տարաձայնություններ, անկախ նրանից, որ նրա շատ տեսակետներ մինչև այս պահ ու սրանից հետո էլ իմ համար ընդունելի չի լինելու, բայց քանի որ մենք ընդհանուր պայքարի մեջ ենք, քանի որ մենք մեր սեփական անձնական էմոցիաները, մեր սեփական անձնական շահերը, մեր սեփական տարաձայնությունները ոչինչ են մեր հայրենիքի փրկության, մեր ընդհանուր գաղափարի իրականացման համար եւ վերցնելով այն իրավիճակը, որ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան չի, այլ նրա վրա այդ գործը հարուցում են, որպեսի էլի խանգարեն հունիսի 7-ի ընտրություններին Բարգավաճ Հայաստանին եւ Անդրանիկ Թևանյանին իրենց քարոզարշավը անխափան իրականացնելու համար, ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Անդրանիկ Թևանյանին եւ ֆիքսում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար Անդրանիկ Թևանյանին մեղադրում է դավաճանության մեջ, պետական այն էլ։ Հետո միացտեղ աբսուրդ կա, էլի, դիսոնանս կա։ Պետական դավաճանը ոնց կարա մեկին մեղադրի պետական դավաճանության հետ։ Մի անձնավորություն, ով կանգնել է ազգային ժողովի ամբիոնից, ասել է, որ եթե ես կանգնեցնեի պատերազմը կամ հանձնեի տարածքները, այս զոհերը չէին լինի, այս արհավիրքները չէին լինի, այս ամենը չէր լինի։ Հայտնել է դավաճանության մասին ինքնախոստովանական է տվել պետական դավաճանության մասին։ Ինքը ոնց կարա մարդկանց վրա պետական դավաճանի հոդված դնի, կամ Անդրանիկ Թևանյանին մեղադրում են ոնց որ գաղտնի փակ հանձնաժողովից դուրս հանած բաներ, չէ՞, ինֆորմացիա։ Այդ մարդը նախ փաստ չի եղել էլ падգամավոր մանդատը դրել է կպել է իր գործերով։ Քաղաքապետի ընտրությունների է պատրաստվել, չէ՞, ինչքան հիշում եմ, դրա համար էր մանդատը դրել։ Հիմա, այսինքն եթե այդ ազնվորությունը այդ փակ հանձնաժողովի նիստերին էլ չի եղել, ինքը ոնց կարա գաղտնի ինֆորմացիան տանի Ռուսաստան կամ հանի երկրից, չգիտեմ, դուք գործը մարդու վրա կարում եք, չեք կարում, հենց պրոֆեսիոնալ կարեք, որ կողքից տեսնողը հավատա։ Եվ էլի եմ ասում, ու անկեղծ եմ ասում, ինձ համար այսօր տարբերություն չկա։ Ռոբերտ Քոչարյանն է իր քաղաքական թիմով ռեպրեսիայի ենթարկվում, Գագիկ Ծառուկյանն է ենթարկվում, Սամվել Կարապետյանն է ենթարկվում, այն քաղաքական ուժերն են ենթարկվում, ովքեր չեն դրել իրենց ուժի տեխնացությունը խորհրդարանական ընտրություններին, խոսքս ՀՀԿ-ի մասին է, Արթուր Վանեցյանի մասին է, բոլորն էլ ռեպրեսիաների են ենթարկվում, բոլոր այն ազգային ուժերը, ում համար եկեղեցին կարևոր է, ում համար հայի ինքնությունը կարևոր է, ում համար Արցախը կարևոր է, ում համար ցեղասպանությունը ուրանալու հարց չի, ովքեր պահանջատեր են Նիկոլից մեր հողերի հանձնման համար, բոլոր դավաճանությունների համար, այդ մարդիկ ինձնից սկսած ենթարկվում են ռեպրեսիաների, ինչի մասին է խոսքը, կամ ես ցանկանում եմ նաև ուզում եմ իմ սիրելի հայրենակիցներին, իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, մեր ժողովրդին մի հատ լավ բան ասել ես ամեն ինչի մեջ։ Ինչի՞ է Նիկոլ Փաշինյանը լրբած է։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանի ոտերի տակից հողը փախել։ Այդ որ անկանոն գորգորում էր, ռուպերը ձեռը այն վանդակի մեջ գժանոցներում, որ գժերին գցում են, յառստի ժամանակ, այդ որ ադրենալինները բարձանում, աճ ու ձախ են գնում, չէ՞, վտանգավոր են խիստ հանրության համար։ Այդ Նիկոլ Փաշինյանը այդ իրավիճակում էր այն օրը։ Արաբ գիրում այնքան Նիկոլ Փաշինյանի դեմքին դավաճան ասեցին, այնքան ճատացրին ճակատին իր արածները, հալալ է արաբ կիրցիկին, հալալ է բոլոր այն հայերին, ովքեր Նիկոլ Փաշինյանի երեսին չեն զլանում, չեն վախենում, ու ասում են այն բոլոր դավաճանությունների մասին, որ ինքը ասել է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այնքան սրիկա հանձնավորություն է, որ մարդուց լսում է կարծիք, սկսում
սկսում այդ մարդու հետ կռիվ անել, արա, կնոջ, ձերքից քաշում ցես թափա տալիս, մի կնոջ, ում եղբայրը Արցախում անհետ կորած է, մի երիտասարդի, ով Արցախում կռվե եկել, աստե չի զոհվել, ասում է դու խիչ ես մեռը, բա քո տղեխի չի մեռը, արա, բա քո կնիկը խիչ չի մեռը, արա, իրանք էլ էին, չէ գնացել Արցախում կռվեին, բախի են պապին ու զինվորին Հայաստանի դրոշ կապեցին, գնդակը հարեցին, արա, բա մի հատիկ ԿՊ-ական կարաս ասես այդ տղա, որ պատերազմի ժամանակ զոհվել է, հիմա դու մեզից պահանջում ես, որ քիչա քո հրահրած պատերազմին գնացել մասնակցել ենք, 1000 ընկեր ենք կորցրել, 1000 մարդ 100,000-ը որ իր տունտեղը կորցրել է, սրբապիղծի նման ասում ես արա, խիչ եք մեռը, արա դու հայ մահը ցանկացող տականք, ուզում ես սաղս մեռնենք, որ ես երկիրը թուրքացնես, սարքես Թուրքիայի վիլա հետ, արա չի ստացվելու, մեր խաչը, մեր Աստված, մեզ պահապան, մեզ զորավիգ, Ինչքան ուզում ես ձերբակալի, ինչքան ուզում ես դատի, ինչքան ուզում ես ռեպրեսիայի ենթարկի, ինչքան ուզում ես գնա այդ սութի գողականներին փողերը տու որ քո համար ձեն բերեն, ինչքան ուզում ես հելի Սամվել Կարապետյանին կագեբեշնիկի անուն դիր, Գագիկ Ծառուկյանի տղուն անուն դիր, կեղծ, Անդրանիկ Թևանյանին մեղադրի պետական դավաճանության մեջ, Ռոբերտ Քոչարյանին մարդասպանասա, Ինչ սուտ ուզում ես խոսա, արա, այս ժողովուրդը ամսի 7-ին մի բռունց կհալնելու ու քո տեղը քեզ ցույց է տալու։ Եթե ամսի 7-ին է չստացվի, նայ ակաժների տող արա, հայ ժողովուրդը առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդ է, թասիբով ժողովուրդ է, հայ ժողովրդի մեջ, մենակ քո նման դավաճաններ չեն, հայ ժողովրդի մեջ Անենց մարդիկ կան, անենց գեներ ունեն, անենց պապեր ունեն, անենց հերեր ունեն, որ արուն են թափե, համ համաշխարհային պատերազմին, համ Արցախյան պատերազմին, այդ արունը մենք փոխանցելու ենք սերնդե սերունդ, քո նման դավաճանը չի կարա պատասխան չտա, պատասխան ես տալու 5000 զոհերի համար, պատասխան ես տալու Արցախը Թուրքին հանձնելու համար, պատասխան ես տալու արցախցիներին եւ հայերին Արցախցիներն էլ են հայեր, տեղանքով իրար դեմ հանելու համար, պատասխան ես տալու ես ժողովրդին տարանջատելու սև ու սպիտակի անելու համար, պատասխան ես տալու բոլոր ստերիդ համար, պատասխան ես տալու բոլոր հանձնած հողերի համար, պատասխան ես տալու վերջի վերջո Աստծու մոտ, երբ որ դատաստանը Աստված կկարդա, չես պլստալու այդ տղա պատասխան ես տալու, մանիպուլատոր, խափեբա, հող ուրացող, ազգ ուրացող, հային ուրացող, Արցախ ուրացող, ցեղասպանություն ուրացող, զոհին ուրացող հայի համար, դավաճան, այդ ամեն ինչի համար դու պատասխան ես տալու, ու դու այնքան անադեկվատ մարդ ես, որ երկրի ղեկավար ես անունով, արա էլ Գագիկ Ծառուկյանին անուն դրիր, էլ Ռոբերտ Քոչարյանին անուն դրիր, էլ Սամվել Կարապետյանին անուն դրիր, արա դու չես հասկանում, որ մարդիկ այլևս քեզ չեն հավատում, Նարեկ Կարապետյանը ասում ես Հայաստանի քաղաքացի չի, արա այդ մարդը դատի ա տվել քեզ արդեն, դատարանով էլ ապացուցելու է, որ դու ստում ես, Գագիկ Ծառուկյանին ինչու մասես չես մեղադրում, եկա մարդ ես, արա վարչապետ մարդ ես, այդ կեպիտ ցիլոտ դնում ես, ընկնում ես մեջտեղ, ասում ես Սամվել Կարապետյանի որդու առնանդամը կկտրեմ ես, կանեմ ենք, արա դու ամոթ չունես, արա բռնության խոսքը տարածում ես, մարդկանց սպառնում ես, ոնց որ քո են դեպուտատ Արտուր էր ազգան անունը, Հովանիսյան ոնց որ ազգան, ականջներ կտրում Էդգար Ղազարյանի, հիմա դու մարդկանց առնանդամն ես կտրում, արա մարդիկ քեզ դավաճան են ասում, տանում փագում ես, արա բա Այդ ձեր կտրտելու համար, պոլին տալու, ճզմելու, վերացնելու, կզծնելու համար, արա, ով արա ձեզ դատի տալու, արա եվրոպական կազմակերպություններ, Եվրոպա, չեք տենում արա այս ռեպրեսիաները, 100 հազարավոր դիտորդներ եք ուղարկել, 100 հազարավոր չէ, 100-ից 1000 հոգի, ուր են արա այդ դիտորդները, խիչ են արձանագրում իրանց մոտ Նիկոլ Փաշինյանի այս Տերորիստական պահվածքը սեփական ժողովրդի նկատմամբ, արա կզծնող ես, գնա Թուրքին կզծրա, Ալիևին կզծրա, գնա քո ժողովրդին սպանդի ենթարկած, ցեղասպանության ենթարկած, Արցախը օկուպացրած Ալիևին ու Ադրբեջանին կզծրա, արա ուժդ այս ժողովրդի վրա է պատում, որտեվ ստե իշխանության ես, որովհետև Ալիևն է քեզ տալիս այդ ամենը, որ դու
կազացնես սեփական ժողովրդիդ։ Դու սեփական ժողովրդիդ չես կարող կազացնես։ Դու Սերժին ու Ռոբերտին չես կարող կազացնես, որովհետև իրանք քեզ կազացնողին են կազացրել, արա, որովհետև երբ որ պատերազմը հաղթեցին մեզ 44 օրյա ու ոչ բարով դու գերագույն գլխավոր հրամանատար էիր, Ալիևն էլ, ադրբեջանական զորքն էլ, պատեհ ու անպատեհ առիթով անընդհատ նշել են, որ իրանք հաղթել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակին։ Դու այն անձնավորությունն ես, ով ներդրված է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, որպես զի այս ժողովրդի հերանից яրա դու ուրիշ առաքելություն չունես, իսկ այն քո падգամավորներ են սիրտ դնող, բան, պուպուշ, լալալա, այդ դրանք մենք բոլորս հասկանում ենք, արա, որ անում են այս ամենը ցույց տալու համար, որ իրենք խելոք, պուպուշ, մոռացանք սաղ ձեր արածները, մարդիկ են, ովքեր խաղաղություն են ուզում, ինչ խաղաղասեր մարդ ես, կկզծնում ես խաղաղասեր, խաղաղասիրությամբ, մեկի առնանդամն ես կտրում, մեկի ականջն ես կտրում, մեկին ասֆալտին ես ծեփում, մեկին տալիս ես Պոլին Գագիկ Ծառուկյանին, կկզծնեմ Ռոբերտ Քոչարյանին, Սավել Կարա, ինչ խաղաղասեր մարդ ես դու։ Կորանամ ես, մենք էլ ընենց չխաղաղասերներն էինք, մարդիկ գալի դեմքիդ ասում են են ինչ կա, արա, պատասխանի իրանց ասածներին բա, այն մի դրվագ արա, փշակաղվում եմ, այն մարդը եկե ասում է, իմ երեխեն, իմ թորը վարվածների մեջ է, ասում ասես, սա տրենդ է դար է ասում, ամենտեղ մեկին ուղարկում, արա ինչ տրենդ արա, մարդկանց ընտանիքները, սարքել ես սքո սրահներ, արա, ինչ տրենդ արա, ինչ ես խոսում դու, արա, դու ես բառեր չեմ գտնում եթերային, որ որակում տամ, քո պահվածքին, քո տեսքին, քո խոսելա ձևին ու առհասարակ քեզնից ինչ պտի խոսանք, քեզնից մենակ պտի խոսանք են, որ դու հունիսի 7-ին պետք է այլևս չլինես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ որ մարդկանց դատում ես, արա, բուկլետներ պոկելու համար, պլակատներ պոկելու համար, արա, սաղ քաղաքով Սամվել Կարապետյանի պլակատները պոկում են, քո մանգլավիկները, ճոտերդ, Բայրացով արա դատելու, այս ինչ անհավասար պայմաններ է, այս էլի դիմում եմ այդ կեղծավոր եվրոպական կառույցներին, խիչ եք արձանագրում ձեր մոտ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը տոտալ հանցագործությունների միջոցով փորձում է վերարտադրվի, ինչի չեք ֆիքսել այս ամենը, կամ Այսօր տեսել եմ, որ երեխեքին եսին, որ գյուղում շարել եք համար 16 գորալ եք տալի թմբուկով, երեխեքի իրավունք ունենք հարուզարշավին մասնակցեն, իրավունք ունեք, արա դուք երեխեքին դասից հանեք, հենց հիմա քնչականը, հենց հիմա դատախազությունը, թող իմ ասածը արձանագրի ու գործարարության այդ տնօրենի վրա, այդ դասատուների վրա, որ այդ անչափահաս երեխեքին բերեք քցել եք Նիկոլի դեմը, որ ծապտան թմբուկ նվագեն ու 16 համար գորան Դուք տականքներ եք, արա, սերունդ կործանող, Նիկոլի հետևը մտնող, դասատու տնօրեն, դուք իրավունք չունեք ըլնեք, արա, դուք սերունդ կործանող, թուրքի հետևը մտած տականքներ եք, արա, դուք հայի հետ, ինքնության հետ, հայի, եկեղեցու հետ, կրոնի հետ կապ չունեցող մարդիկ եք, արա, դուք Նիկոլի հետ, հավասար, պետք է բոլորդ պատժվեք, անցանք առաջ, այդ ուտելիքներդ, Նայեք, սա շան տղություն է, Գևորգ Պապյանը գլուխը պատին է տվել, որովհետև քանի ԿՊ-ն ընտրվել է, 5000-ից ավել զոհ ենք ունեցել, քանի ԿՊ-ն ընտրվել է, տարածքներ ենք կորցրել, քանի ԿՊ-ն ընտրվել է, աշխարհի բոլոր պետությունները որպես քրիստոնեությունը առաջին ընդունած պետություն, մեզ ծաղրում են, սենց ղեկավար ունենալու համար, ինչ պատերազմի մասին է խոսքը, Ռոբերտ Քոչարյանի վաղ պատերազմ չի եղել, խաղաղ ապրել ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ազգային ազատագրական զարթոնքի պայքարի Արցախյան շարժման շնորհիվ հաղթել ենք Արցախյան պատերազմը։ Սերժ Սարգսյանի օրոք քառորյա ապրիլյան պատերազմ ա եղել, որը պատվով հաղթահարել դուրս ենք եկել։ 100 զոհ ենք ունեցել։ Ինչ ա եղել Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Ժողովուրդը իրար միս ա ուտում։ Կորոնավիրուսի պայքարը տապալեցին 4-5 հազար հոգի տեղ զոհվեց, պատերազմի ժամանակ 5 հազար հոգի մարդ զոհվեց, տարածքները կորցրինք, այն տարածքները, որ պատերազմով չէինք տվել Թուրքին, հանձնեց Նիկոլը Թուրքին, Քարվաճառը, Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Ստեփանակերտը, երբ որ արցախցիներին այդ տականք
ասում ես չեք կռվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետն ես։ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության եւ Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորն է։ Երբ Ալիևը տերորիստական օպերացիա էր իրականացնում Արցախում, դու կանգնեցիր լայվով ասեցիր, որ ես արցախցիներին չեմ կարող օգնել, իրանք պետքա պաշտպանվեն։ Դա դավաճանություն չի, դա հոխանձնել չի արցախցիները կռվեին, ուզում էիր, որ արցախցիները կոտորվեին, գծածատ պլանը չաշխատեց, բոլորը չկոտորվեցին, հիմա եկել են ստե բգիցդ բռնե չհոգացնում են արցախցիք, չես կարող էմոցիաներդ զսպես, չես կարող տիրապետես, էլի ատելության խոսք ես արցախցիների նկատմամբ տարածում ամբողջ հանրապետությունով մեկ։ Ինչ պատերազմի մասին է խոսքը։ Թուրքերխի պետք է մեր այդ պատերազմանի։ Ինչ քեզնից ուզելա, քութիկի նման տվել ես Թուրքին։ Շան քոթոթի նման։ Ինչ ասել, այս շտտացրել է արել ես։ Խի պետք է էլի պատերազմ լինի։ Թուրքիա էլ մեր այդ 50 տարի պատերազմ չի անի։ Մենք էլ այն վիճակում չենք, որ գանք Թուրքիա հետ պատերազմ սկսենք։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ պատերազմ։ Ինչ 10000 երեխա կզոհվի։ 5000 երեխա նախ դուք զոհել եք։ Այդ 10000 երեխան, որ ասում եք կզոհվի, հələ ողջ են, չեն զոհվել, բայց դուք զոհել եք 5000 երեխա։ Ձեր վարչապետի Գևորգ Պապոյան կոչերի արդյունքում համ պատերազմն է հրահրվել, համ երեխեքն են զոհվել, համ էլ խոստովանել եք, որ կարային այդ երեխեքը չզոհվեին։ Ձեր վարչապետի կնիկն է ասել, որ իրանք հանուն ոչնչի են զոհվել։ Այսքանից հետո դավաճանությունը պոզով պոչով ալնում, այսքանից հետո ինքնախոստովանականը պոզով պոչով ալնում։ Շարունակեմ միտքս։ Երեխեքի մասին խոսացի, որ խառնում եք Քարոզ Արշավին։ Բուկլետների մասին խոսացի, որ ստորաբար պոկում եք այդ ում նկար կա բացի Նիկոլից ու Արամ Սարգսյանից բոլոր բակերում պոկում են։ Սա խուլիգանություն է, սա հանցագործություն է։ Կամ վերջում ամենա ցանկանում եմ խոսել քո ուտելուց, լափելուց։ Ասում է ինձ չաղացնում եք, չեմ, արա դու քնթի անշնորհք մարդ ես։ Այդքան բան, ավել բան չեմ ուզում ասեմ։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ խնդրում եմ ընդհուպ միջև ձերք ու ոտք չունեցող տատիկ պապիկներին, ովքեր հազիվ են շարժվում։ Ես ձեզ խնդրում եմ, մեր հանրապետության բարեկեցության համար, մեր ինքնիշխանության համար, մեր երկրի համար, մեր սերունդների համար, մեր թափած արյան համար, մեր նախնիների համար, մեր ինքնության համար, մեր կրոնի համար, հունիսի 7-ին բոլորդ գնացեք ընտրատեղամասեր ու ընտրեք այն ուժերին, ովքեր իրապես Նիկոլ Փաշինյանի դեմ են։ Ես խորհուրդ եմ տալիս ընտրել համար 3-ին Սամվել Կարապետյանին, բայց եթե չեք ուզում ընտրել, Ռոբերտ Քոչարյանին ընտրեք, հաղթած նախագահա, հաղթած ղեկավարը 10 տարի երկիրը ծաղկացրել է։ Գագիկ Ծառուկյանին ընտրեք, չեք ուզում Սամվել Կարապետյանին ընտրեք։ Բարերար մարդ է։ Ես անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ շփվել եմ, անկախ մեր միջի տարաձայնություններից, չեմ կարա չասեմ, որ ինքը հայ ժողովրդի մասին մտածող մարդ է։ Ինքը նստում է, ասում է, այս բանն է պետք անել այս երկրի համար ու անում է, չի մտածում է 2 րոպե ավել, որ եթե պետք է ինչ-որ բան արվի երկրի համար։ Ընտրեք։ Սամվել Կարապետյանն էլ է բարերար։ Ամբողջ կյանքում աշխատե գումարներ ուղարկել է Հայաստան։ Արցախում այդքան եկեղեցիներ է սարքել, այդքան հիվանդանոցներ է սարքել Հայաստանի տարբեր մարզերի համար։ Ընտրեք 3 ընտրություն ձեզ։ Մեկը հաղթած նախագահ, մեկը բարերար, ով 30 տարուց ավել բարեգործություն է անում, մեկն էլ բարերար պլյուս տնտեսությունից հասկացող, կառավարման փորձ ունեցող մարդ։ 3-ից որին ուզում եք ընտրեք։ Մենակ տունը չնստեք ու Նիկոլին չընտրեք։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ։